որ այս կան բազմաթիվ վգաներով շրջապատված են, բանենք ամեն խոչընդոտ և մեր ոնց ենք մեր, որ մեզ տգավ ու բաշատի, և համբերատարության պայքարինք մեզի ներգայացող փորձություններ ունեն։ Մեր աչքերը հարենք Հիսուսի, մեր հավատքի հիմնադիր ու կատարելագործողին, որ գիտնալով թե ինչ ուրախություն սպասել են, արհամարեց ամոթը հանց նարավ խաչի վրա ներմին և Աստծո աթորին աչքողը նստավ։ Եբրայեցիներու նամակին հեղինակ այս բարելով ուզեմ էր ուշադրությունը հրավիրել այն իրողության, որ անցյալի ներկայիս և համեմականության մեջ ապրող այնքան սուրբեր և այնքան օրինագելի հավատքի հերոսներ ունես ազեն, որ անոնց և նային կեմանոցին սորվի, մեր այսօրվա կյանքը հասկանանք ինչպես պետք է ապրի։ Անոնց մեջ ենք սորվինք հետ ինչպիսի կյանք մնե հավատքի կյանքը և ինչ բանի համար գարժելու իսկ նահատակվի, որովհետև կյանքեն դեր այս ժամանակավոր անցորի կյանքին անքի արժեքներ կան, որոնց համար նահատակվելը սոս ներմին չէ, այլ ծորենյանի պես ցամիլ է, որ բդումներ ու դա հաջորդող սերունդներ մեջ։ Հավասար, իսե նայելով այդ սուրբերուն, նայելով այդ հերոսներուն, ենք հալկաճաներնի, ներժելու մեղքը, կիմատրելու մեղքին և մեր աչքերը Քրիստոսի վրա գետրոնացնենք, ինչպես ինենք գրին։ Ինչպես ինենք Քրիստոսի նմանեցան, ենք հալ ինենց նմանելով Քրիստոսի նմանին։ Եվ հանցն արնենք ամեն զողություն, ինչպես Քրիստոս անդեսելով ամոթը չարչարանքը, գիտնալով իրեն ինչ կսպասել խաչենանքին, արության զողության, հանցն արավ խաչենահադարություն մեզ համար։ Սուրբ Գևորգի կյանքը հաճախ լսած ենք, ամեն տարի լսենք, ամեն տարի գիշենք և գիշեսնենք, մեր բադանիներուն և երդասարտերուն անգամ ևս գիշեսնենք, որպեսզի իրենց կյանքի օրինակ և իբրև ուղեցույց մեր սուրբերուն, որովհետև Գաբրիլ այնպիսի ժամանակաշրջանի մեջ, երբ երդասարտները, բադանիները այս կամ այն մարդու կհետևին, այս կամ այն երկիչի կհետևին, այս կամ այն մարզիկին կհետևին։ Բայց Երանի ամեն օր կարելակ իրենց հիշեցնել մեր սուրբերը, անոնց կյանքը, պարքը և վկայաբանությունը, որպեսզի անոնց նմանին հավաքի։ Եվ այսօր ավասիկ այդ արինն է, որ Սուրբ Գևորգի գեցու համայնքը գնցել է մեզի, որպեսզի Սուրբ Գևորգի կյանքին նայելով տեսնենք, թե ինչ բանի համար պետք է ապրենք և ինչպես պետք է ապրենք։ Սուրբ Գևորգի կյանքը կարելի է երեք բարերու մեջ հավանաբարանվել։ Հավատք, հավատարմություն և անվախ վկայություն։ Զորավար մներ Սուրբ Գևորգը, բանակի գեներալն էր, հռոմեական բանակի, այդ օրերու ամենազոր բանակն էր, քեր պետության, հռոմեական գայսության։ Երթված, արզված, ամեն իմաստով պատրաստ մարդ։ Եվ միևնույն ժամանակ ոչ միայն հռոմեացի զորավարն էր Քրիստոսի զինվորն էր։ Եվ իրեն համար Քրիստոսի բարձ զինվորականը և իր առաջնորդին, իր թագավորին Քրիստոսին հետևելը շատ ավելի կարևոր էր, քան հռոմեացի իր գայսին կամ թագավորը։ Եվ այն իսկ պատճառով, երբ երկընտրանքին դիմաց տրվեցավ, թե Հռոմին մի հնազանդի, գայսեր մի երկրբակեր, թե Քրիստոսին, որպես թագավոր մի ուտեր, Սուրբ Գևորգը ընտրեց եկող։ Գիտնալով, թե որքան սուրբ իր արժանատներով։ Չարչարվեցավ, մարմինը կոտրվեցավ, կլխատվեցավ իրեր, բայց և այնպես այսօր չեն հիշնիզնի չարչարողները։ Գայսեր անունն ալ հավանաբար շատ քիչ էր հիշել պատմականներ, այդ Սուրբ Գևորգը բոլորս հիշել։ Որովհետև այնպիսի օրինակ դարձավ և այնպիսի գդակ գցեց մեզի, որ իր անուն ևս անով ավելացավ։ Հետևաբար գրել Սուրբ Գևորգի անունը որպես համայնք, Սուրբ Գևորգ եկեղեցու որպես հավատացյալներ,
մեծ պատասխանատվություն է եւ անի ունես։ Գրել Սուրբ Գևորգին անունը կնշանակի ապրիլ օրինակով, ապրիլ արժեքներով եւ այլ այդ հավատքը, որ փոխանցեց մեզ։ Մեծն Ալեքսանդրը Ռոմի գայսերեն, աշխարհագալներեն եւ կտեսնե թե իր անունը գրող Ալեքսանդր անունով զինվորը բախի մեջ, սարսափի մեջ եւ ճուզեր երթալ պատերազմի զինվորը իր կողմ կանչելնելը եւ զինվորի կսե կամ կհաղթահարես բախտ եւ պատերազմի երթաս եւ կամ անունը կողմից։ Ձի բանիք չես պետք այդ բախնալով, որտեղ անունը սկիվից։ Եվ հավասը Սուրբ Գևորգի անունը գրող այս համայնքը կոչված է ապրիլ Սուրբ Գևորգի օրինակով եւ արժեքներով ոչ միայն զինքիշելով ու ճանաչելով, այլ իր ժամանային կարգով։ Հաջող երբ շնորհենք ճանաչել շնորհեցին եւ սին անունով ընտրելիս ասիկա այն սովորությունից ելներ եւ Կրնադիրության հարաբական և ոսմանական հարազանքներու դակ հավատուրացության գտանեին մեր ժողովուրդը, հաջող իրենց անունը կփոխեին, հայկական անունը գտնեին օդար անուններ, այդ օրերեն մնացած այս սովորությունը մինչև այսօր բահեն գսելով անունով ընտրելիս, այսինքն բահես քրիստոնյա հայությունը, չլա որ օրնի կողքի անունդ, չլա օրնի կողքի հավատքը դեպի Ադորամար այդ անունով ապրիսի մեջ ամբողջ պատմություն կա, հատկամ կա և կաչադերակ կա, մնալու և այլու և հայկական Սուրբ Գևորգի կյանքին նաև հետևելով մենք հասկանանք, թե կյանքը հաջող խաղաղ եզասարքին դառնալ։ Երբեմն կյանքը պատերազմ է։ Իր ամբողջ կյանքի ընթացքին Սուրբ Գևորգը պատերազմ է անցուց։ Պատերազմեցավ մարմնապես, ֆիզիկապես, բանակներն եւ պատերազմեցավ հոգեվոր պատերազմով իր հավատքի պաշտպանության։ Եվ հետևաբար իբրև հավատացյալ ժողովուրդ, իբրև հայ քրիստոնյա ժողովուրդ, մենք կոչված ենք դրամատրվելու ոչ թե համքիստ եւ խաղաղ կյանք ապրելու համար, այլ պայքարելու չարին, մերժելու չարը, որը ճշմարիտ խաղաղություն կա և ճշմարիտ և արդար Աստված գտիրե մեր կյանքերի մեջ։ Մենք ալ տեսանք պատերազմ, տեսանք կորուստ և 5 տարի առաջ 3 սեպտեմբեր 27-ին Արցախի ահավոր պատերազմ սկսեցինք։ 44 օրյա այդ պատերազմը մեզ մեղրեց գրեթե ամեն ինչ։ Վիշապը արձակեցավ մեր վրանը, ինչպես Սուրբ Գևորգի սրբանկարի մեջ կորտան, վիշապակավ Սուրբ Գևորգը, իր նիզակով խեղդի այդ վիշապը, մեր ժողովուրդը պայքարեցավ այդ վիշապը, և մենք չենք կտար որնացին, հատկապես երբ խոսենք զորավարի մասին, Սուրբ զորավարի մասին, գաղութենք, որ Աստված Սուրբ Գևորգ զորավարի հոգիով ու հավատքով զորավարներ կա մեր բանակին ու մեր ժողովուրդին։ Ասկե մոտավորապես 2 ամիս առաջ Հայաստան գտնվեի Զարայատյան և Արցախցի երիտասարդների հետ կհանդիպեի։ Ինձ առաջարկեցին, որ Արցախցի երիտասարդների հետ խոսիմ պատմում փոխանցելուց։ Ամբողջորեն վարանեցա չգիտեմ ինչս է ինձ։ Դժվար էր ինձ համար գնալ Արցախցի երիտասարդների առջև և արժան խոսքերս են իրենց։ Իրենց ու սերն են իրենց անիրական բաներ պատմած։ Եվ չէի գիտեր իրականությունը ինչ է, ինչպես կրնամ ներկայացնել։ Բայց մի քանի օր հետո ուժարեցա և բարդ կսկացի հանդիպել իրենց հետ, ոչ անպայման խոսելու, այլ թերևս լսելու զին։ Եվ այդ հանդիպումի ընթացքին իրենց կխոսեի եզրասի Երմենիայի պատմության մասին, թե ինչպես 70 տարի կերունդենեն հետ Եբրայեցի ժողովուրդը կվերադառնա Երուսաղեմ և կկառուցեն տաճարը հավատքի խորանեն սկսելով և ապա Երուսաղեմ քաղաքը։ Եվ իրենց կքաջալերեցելով, որ աշխատանքը ներսեն կսկսի, հավատքի խորանեն, տաճարեն և ապա երկիր ու քաղաքը ամուր կկառուցվում։ Երիտասարդները մեկը, որ պատերազմի մասնակից էր և իր կողքին զոհված էր,
ելավ վկայությունը տվավ իր կյանքին, իր տեսածներուն եւ ասավ պատերազմին հետ հավատքս գործունեելու վրա է։ Չէի գնար Աստծո հավատել։ Ես որսի ամեն գիրակ եկեցի գտնայի, չէի գնար եկեցի գտնայի։ Բայց կսե անդրադարձ մնացա։ Եվ մտածեցի, եթե հավատքս գործունեեմ, այն adեն իսկապես ես մարմնված կնամ։ Եթե հավատալու ուժս գործունեեմ, այն adեն անցնված կնամ։ Եվ սա որոշեցի, ես անի հավատքի խորանս նորեն գարուզեմ։ Եթե անցասարի մեջ չգրնամ աղոթել, եթե ամարասի մեջ չգրնամ աղոթել, ոգիս խորանի մեջ միշնեմ, եւ աղոթքս նորեն մի դիպարսասնեմ։ Վիլյամ Սարայանի խոսքս ինգալում ես, կամպեցեք ինձ դաջարները, ավերեցեք ինձ եկեղեցիներ և դարձյալ մի աղոթել, դարձյալ մի եկեղեցիներ սեգալ։ Եվ այդ երդասարտի մեջ տեսա մեր օրյա Գևորգ զորավարներ, երոսներ, հավատքի դիդաններ, որոնց մենք արել չէ խրել, հավատներ, կարելի է խրել եկեղեցի հող, բայց հավատալու ուժը Աստված ցանած է ինձ մեջ կարել չէ։ Այսօր մեր կյանքի մեջ շապտել ինչ է։ Մեր անձնական կյանքի մեջ, մեր ընտանեկան կյանքի մեջ, համայնքային և ազգի մեր կյանքի մեջ շապտել ինչ է։ Ամեն մարդ ունի շապտել, ամեն մարդ ունի վախեր շապտելով նշված, ամեն մարդ ունի վտանգներ նշանով նշված, ամեն մարդ ունի փորձություններ նշանով նշված։ Ինչ են վախերը, տաղությունները, փորձանքները, Սուրբ Գևորգը գսե խաչի զորությամբ հիմատրենք զինենք։ Եվ նույնիսկ եթե ֆիզիկապես մեզի ժամանակավորապես կարելի է հաղթել, բայց գիտենք հարության զորություն մեր մեջ կա, որովհետև չկա հարություն առանց խաչի։ Ուզեմ ավարտել պատկամս Սուրբ Գևորգ զորավարի բարեխոսության խնդրանքով, որովհետև Աստված իսկապես մեզ ուժը տա քաջությունը դիմագայելու մեր դիմաց ելող մեզ սպառնացող իշապ ինչ որ ալանան ինչպիսի քազաններ ալանան ինչպիսի վախեր ու սարսափներ ալանան ինչպիսի փորձանքներ ալանան իշապ աղոթենք որ Աստված մեզ տա քաջությունը եւ այն բոլոր նահատակները սուրբերը որոնք մեզ մի առաջ անցան որոնցով շրջապատված են որոնք երկինք են մեզի հետ ոգեղեն ներգայացյալ մեզի զորագից են, անոնցնով կաչադերված, կաչորեն, ունանք հավատքի մեջ ամուր Քրիստոսյան դեպ հավատալին և մեր յանքի մեջ անվախ դիգաներ։ Իշադագավ և աղոթյուք Սրբո Գևորգա կաչամարնիկ զորավարին և վասան խաչիկո պատվագանի դեր ունգավ զաղաչանս մեր և գեցոզ մեզ։